Պարոն Փամբոխյան, նոյեմբերի 16-ին, այսինքն առաջիկա կիրակի վաղարշաբաթ խոշորացված համայնքում կայանալիք ընտրություններին, ինչպես է գնահատում ձեր թիմակցի Արգիշտի Մեխակյանի համայնքապետ ընտրվելու շանսերը, ինչ ակնկալիքներ դուք ունեք այս ընտրություններից։ Բավականին բարձր եմ գնահատում մեր թեկնածուի ընտրվելու հավանականությունը 50+-ով եւ ակնկալիքը այն է, որպեսզի այն ծրագրերը, որոնք որ մենք ունեցել ենք վաղարշաբաթ խոշորացված համայնքում, շարունակական լինեն իշա եւ ի նպաստ վաղարշաբաթ խոշորացված համայնքի։ Դուք եկել եք մասնակցելու այս երթին։ Այո, ես եկել եմ մասնակցելու երթին եւ հանրահավաքին որպես իմ կուսակցականին աջակցություն, սա նաեւ քաղաքացիական պայմանագրի ցուցակն է եւ ես հանդիսանալով քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ եկել եմ աջակցեմ իմ թիմակցին։ Տեսեք, Էջմիածինը, հա, նաև մեր հոգևոր մշակութային մայրաքաղաքը, մեր երկրի իր մեծությամբ 4-րդ քաղաքը։ Այսօր տարբեր քաղաքացիներ, տեղի բնակիչներ բազում խնդիրների մասին են բարձրաձայնել այս ընթացքում։ Ինչ եք կարծում ձեր թիմակցի հաղթանակի դեպքում կկարողանա արդյոք նա լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որը որ տարիներ շարունակ կուտակվել է այս քաղաքում։ Վստահաբար, որովհետև եթե վերցնենք, թե ինչքան ժամանակ է Արգիշտի Մեխակյանը զբաղեցնում ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, այդ ընթացքում բավականին մեծ աշխատանք է այդ կարճ ժամանակահատվածում։ Ես որպես համայնքային իշխանության ներկայացուցիչ գիտեմ ինչ դժվար է առհասարակ համայնքում կազմակերպելը, հա, ամբողջ այդ աշխատանքները ինքը կարճ ժամանակում կարողացել է կազմակերպել այդ աշխատանքը եւ ես վստահ եմ, որ իր ընտրվելու դեպքում այդ աշխատանքները ել ավելի կրկնապատիկ, եռապատիկ տեմպերով առաջ են գնալու։ Եւ մեկ հարց էլ, քանի որ մենք ունենք նախկինում այլևս, հա, այսպես Գյումրիու դեպքերը, երբ նկատի ունեմ մարտի 31-ին քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը, հիմա այս դեպքում հնարավոր համարում եք, որ կրկին իշխանության ներկայացուցիչը կարող է պարտություն կրել, կամ դրանից հետո օրինակ նաև Մերձավան համայնքում էլ ունեցանք դեպք, երբ կրկին ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը հաղթանակ գրանցեց։ Հիմա այս բոլոր նախադեպերը աչքի առաջ ունենալով հնարավոր չէ համարում, որ ամսի 16-ին եւս կարող է իշխանությունը պարտություն գրանցել արդեն Էջմիածնում։ Տեսեք, Գյումրու դեպքը եթե հաշվի առնելով, ես կարծում եմ, որ Գյումրու դեպքերից նաև հետևություն են արել վաղարշաբաթ խոշորացված համայնքի բնակիչները եւ որպեսզի թույլ չտան այդ նախկին կոռուպցիայի եւ այդ արատավոր երևույթների վերադարձի իրենց քաղաք, հաստատ արել են հետևություն եւ ես մեծ հույս ունեմ, որ վաղարշաբաթցիք դա թույլ չեն տա։